Կներեք, որ նորից վիդանից եմ ուզում հարցնեմ։ Հարցրեք։ Ինչ եք հասկացել։ Դուք ինձ ասեցիք, դուք սխալ եք, αλλά դուք ինչ եք հասկացել այդ հայտարարության, պարոն Սիմոնյան, ինչ է դա։ Ես հասկացել եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլևս իրողություն է եւ թշնամանքի էջը մենք միասին այնուամենայնիվ կարողացել ենք երկստեք փակենք։ Թե մենք հայերս, թե թուրքերը, եւ մենք պետք է ամրապնդենք այս խաղաղությունը, ես դա եմ հասկացել։ Ես հասկացել եմ, որ Հայաստանը չի կարող եւ չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի։ Մենք չենք կարող, տեսեք, Ռուսաստանի հետ մենք սահման չունենք եւ Եվրոպայի հետ էլ սահման չունենք, հա։ Եվ մեր տարածաշրջանի մենք 4 հարևան ունենք եւ այդ 4 հարևանից դուրս մենք մեզ չենք կարող դնել եւ շնորհակալություն եմ հայտնում այդ հայտարարության համար, դրական եմ գնահատում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ մեզ աջակցում է խաղաղության ուղղի մեջ։ Սիմոնյան, այսօր հետ կպարզել է, որ Բաքվում այսպես Արևմտյան Ադրբեջան այս ծրագիրը Իլհամ Ալիևի անձամբ այսպես ֆինանսավորման է լինում։ Եթե այսպես խաղաղության թեզ է, այսպես տարածքային ամբողջականություն հարգելով եւ այդ ամեն ինչու է Ալիևը այսպես ֆինանսավորման, պետական ֆինանսավորման այդ թեզը առաջ տանում։ Ինչի համար է։ Ես չգիտեմ հետքը ինչ է բարձել, բայց մի քիչ անշնորհակալ է, հա, մտածել, որ Ադրբեջանում որևիցե քաղաքական նարատիվ կարող է գոյություն ունենալ առանց իրենց երկրի ղեկավարի իմացության եւ առանց իրենց երկրի ղեկավարի աջակցության։ Հիմա ես չգիտեմ եղել է ֆինանսական թե չի եղել, mēs տեսնում ենք մենք հայտարարությունները, մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ, այդ հայտարարությունները փոխվում են, այդ խոսակցությունները փոխվում են։ Եթե դուք 4 տարվա, 3 տարվա առաջվա հայտարարությունները համեմատեք այսօրվա հայտարարությունները համեմատեք, նախագահի խորհրդականի հայտարարությունները, արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, դուք չեք տեսնում որ բան ա փոխվել, թե ես ուրիշ երկրում եմ։ Տեսնում պետական ֆինանսավորման մի երկ էին Զանգեզուրի հարգելիս, այնտեղ Հայաստանի տարածքներն էին ներկայացնում, դա էլ է կարծես պետական ֆինանսավորման եղել այդ մենք տարիներ շարունակ, ինչպես նաև հիմա շատ ու շատ տարբեր տեղերում, որոնք որ հələ չեն կարողացել կանգնեցնել, չի հասել մեր ձեռները, չենք հասցրել, շատ մեր հարևան երկրների տարածքները ներկայացնում են որպես մեր երկիր։ Ես գնացել էի, նկարվել էի միտեղ եւ ասել էի, որ սա իմ հայրենիքն է եւ այդ նկարը դուք ինձ անընդհատ, այսպես ասած, երեսով եք տալիս։ Այսինքն ես բարձրաստիճան պաշտոնյա էի։ Այսինքն այդ իմ արածները, մեր արածները հետ իրանց արածները մեջ ուզում հասկանամ։ Դա պաշտոնյա չէ այդ ժամանակ։ Ես մտածում եմ գործիչ է դա 2020 թվականի սեպտեմբերի 20 քանիսի նկար է եղել, պատերազմից 7 օր առաջ է եղել։ Այսինքն տենց սուտ PR-ային բաներ են, որովհետեւ պետական PR-ային չի։ Խաղաղություն ունի խնդիրներ։ Խաղաղությունը, որ հաստատվել է, ունի խնդիրներ եւ դրա համար է վարչապետը ասում, որ մենք պետք է իրան փայփայենք, գուրգուրենք, փորձենք առաջ տանենք։ Իհարկե խնդիրներ կան։ Ես հիմա գիտեք ինչ, որպեսզի մեզ ինչ որ բաների մեջ չմեղադրեմ, հետո որ տեսախցիկները անջատեք, ես ձեզ առանձին կասեմ, հա։ Բայց շուտ ջան, մենք նույն բաներն ենք արել, տեղ-տեղ ավելի քիչ, տեղ-տեղ ավելի շատ եւ հիմա էլ ենք շատ բաներ անում եւ դրա համար գոյություն ունի բանակցություն, դրա համար գոյություն ունեն գործընկերական հարաբերություններ, դրա համար մենք խոսում ենք խաղաղության մասին, որը պետքա փայփայել, գուրգուրել։ Իհարկե Ադրբեջանի կողմից արված քայլեր կան, որոնք որ բացասական եւ մենք իրենց դրա մասին ասում ենք եւ իրանք իրենց հերթին մեզ էին ասում։ Իդեպ ես ձեզ ասեմ նմանատիպ մի բան մենք ունեինք սահմանին կրակոցների հետ կապված, հա։ Հիշում եք մի ժամանակահատված կար, որ մեղադրում էին մեզ կրակոցների մեջ, մենք իրանց էինք մեղադրում կրակոցների մեջ, իսկ միջև պատերազմը դա գրեթե ամենօրյա ռեժիմ էր կրում։ Մենք ինչ արեցինք, ասենք եկեք ինֆորմացիան փոխանակենք։ Մենք ասենք մենք ինչ ենք արձանագրել, դուք ինչ եք արձանագրել։ Եվ վերջնարդյունքում ինչ ունենք, Կարինե ջան, 2 տարին էսա մի քանի օրից լրանում է, որ ճիշտ հասկացա փոխանակում ենք հիմա մենք այդ Չէ, հիմա չկա ինֆորմացիա, չկա կրակոց։ Իհարկե մենք ոչ թե փոխանակել ենք, այլ բան ենք արել, համեմատել ենք, թե կրակոց եղել է, թե կրակոց չի եղել, որ կողմից է եղել եւ այլն, եւ դրա որպես վերջնարդյունք մենք 2 տարի կրակոց չունենք։ Լավ, պարոն Սիմոնյան, ներեցեք Կարինեն ավերջացնի։ Պարոն Սիմոնյան, լավ, այս խաղաղության պայմանագիր եք ստորագրում, Միացյալ Նահանգներում ինչ որ Բայց Կարինե ջան, խես ասում ստորագրում մենք, դու հայ ես, դու Հայաստանի Լավ, ստորագրում ենք, բայց երբ Միացյալ Նահանգների նախագահը այսպես ասած թքած ունի որևէ միջազգային կանոնների վրա, ՄԱԿ-ի իրավունքի վրա, այսպես ասած իր ցանկությամբ Գրենլանդիան, Կանադան, Վենեսուելան համարում է իր
տարածք, այսպես ասած, այդ կիսագունդը։ Դուք հույս ունեք, որ այդ թղթի վրա պայմանավորվածությունները այսպես հստակ որևէ արժեք ունեն, որտեղ խաղի կանոնները ես այդ հարցին պատասխանել եմ ձեզ բազմաթիվ անգամ։ Հա, պատասխանեմ, նույնիսկ օրինակ եմ բերել, երբ որ դու մեքենա ես նստում եւ ամրագոտին գցում ես, դա միանշանակ չի նշանակում, որ հարվածի դեպքում դու կենթանի կմնաս, բայց ռիսկը նվազեցնում է մաքսիմալ չափով։ Մենք այն ամեն ինչ որ արել ենք, մենք ռիսկը նվազեցրել ենք։ Այսօր որ 49 տարով այդ պայմանագիրը կնքվել է, դա նշանակում որ առնվազն 49 տարով ԱՄՆ-ն ինչ որ չափով բավականին մեծ նաև անվտանգություն է բերել Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ տարածքին։ Բայց այդ թրիփը նաև անվտանգային համակարգ է ինքը։ Ոչ միայն այն տրամաբանության մեջ, հա, որ առիթ չկա, որ Ադրբեջանը պրոբլեմ ունենա իր մի շրջանից մի շրջան ապրանք տեղափոխելու, ոչ միայն այն պատճառով, որ մենք նաև առևտուր ենք անում եւ դա ամրապնդում է, հետաքրքրություն ունի ԱՄՆ-ն այստեղ։ Այսինքն դա նշանակում է, որ բացի մնացած գործընկերներից, եվրոպացի գործընկերներից, ռուսաստանցի գործընկերներից, որոնք իրենց շահերն ունեն, տնտեսական շահերն ունեն, ԱՄՆ-ն նույնպես, ինչա՞։ Բոլորին չի հակասում, կարող է չի հակասում, դա մենք այլ տրամաբանության մեջ ապրել ենք տարիներ շարունակ եւ հիմա երկիր կա մի երկիր, որը այդ այլ տրամաբանության մեջ ապրում է, երբ որ մի կենտրոնից է կախված։ Մենք մի կենտրոնի հետ մենակ ընկերություն ենք արել, այդ մի կենտրոնը երբ որ իրան հարմար է եղել ինքը ուրիշտեղ գործ ա ունեցել անելու, մեզ մանրադրամի տեղը տենց բան արել, մենք էլ նստել ենք, ասել ենք 3833։ Ինչա՞։ Ընկերը չի մեր ասում եք ընկերություն եք։ Չէ, միայն բառը մի հանի բովանդակությունից, հա։ Մի բան է, երբ որ դու մի երկրի հետ ես դաշնակից։ Մի բան է, երբ որ դու մի քանի երկրի համար ես դաշնակից, հա։ Մենք Եվրոմիության հետ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ, Իրանի հետ ենք դաշնակցային հարաբերությունների մեջ եւ պատրաստվում ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ նման հարաբերություններ։ Ավարտեցինք։ Սիմոնյան չէ եւ այնուամենայնիվ